Բաքվի հետ համաձայնագրի ստորագրման վայրն ու ժամանակը դեռևս չեն քննարկվել, նշում է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Ըստ նրա, հանրային քննարկումների ընթացքում հասարակությունն արդեն մանրամասն տեղեկություններ ստացել է համաձայնագրի բովանդակության վերաբերյալ։ Գրիգորյանը միաժամանակ վստահեցրել է, երբ համաձայնություն ձեռք բերվի պայմանագրի ստորագրման ժամկետի ու վայրի հետ կապված, հրապարակային կներկայացնեն համաձայնագրի տեքստը։ Նրա խոսքով սա դիվանագիտական մոտեցում է հարցին։ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը ադրբեջանցի պաշտոնակից Սամաթ Սեիդովին առաջարկել է Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների հանդիպում անցկացնել։ Facebook-յան գրառմամբ Խանդանյանը նշել է, այդ հանդիպումը հնարավորություն կտա կարծիքներ փոխանակել խաղաղության համաձայնագրի նախագծի եւ դրա վավերացման գործընթացի շուրջ, քննարկել խաղաղության գործընթացում խորհրդարանների դերին առնչվող հարցեր։ Նա նաեւ հավելել է, որ որպես առաջին հանդիպման վայր կարող են դիտարկել Հայաստան-Ադրբեջան սահմանին գտնվող չեզոք տեղանք։ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն Ադրբեջանին կոչ է արել հնարավորինս արագ ստորագրել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը։ Հայաստան ժամանած Ռասմուսեն գլոբալ միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահը լրագրողների հետ հանդիպմանը նշել է, որ չափազանց մտահոգված է Ադրբեջանի հռետորաբանությամբ։ Այն խնդիրները, որոնք լուծված չէին, հիմա լուծված են Հայաստանի կողմից, այնպես որ հիմա գնդակն Ադրբեջանի դաշտում է։ Հետևաբար վերջինը պետք է շուտապույտ կերպով ստորագրի այն, ընդգծել է Ռասմուսենը։ Նա նաև հույս է հայտնել, որ համաձայնագիրը շուտ ստորագրելու համար Եվրամիությունն ու մյուս երկրները ճնշում կգործադրեն Բաքվի վրա։ Հայաստանում կառուցապատողներին կարգել են բնակարաններ վաճառել առանց ներքին նվազագույն հարդարման, որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։ Նշվում է, որ հիմա, երբ նման պահանջ սահմանված չէ, բնակարան գնողն ինքն է նորոգման աշխատանքներ իրականացնում, ինչը որոշակի անհարմարություններ է ստեղծում մյուս բնակիչների համար։ Քաղաքաշինության կոմիտեին հանձնարարվել է հստակ ներկայացնել ներքին հարդարման նվազագույն չափանիշները, առաջիկայում կհստակեցվի նաև այս փոփոխությունները վերաբերում են արդեն կառուցվող թե միայն նախագծվող շենքերին։ Թեհրանը շուտով կարձագանքի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիին ուղղված նամակին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Նա շեշտել է, որևէ բանակցություն չեն վարի ճնշման, սպառնալիքների եւ պատժամիջոցների ուժեղացման պայմաններում։ Բանակցությունները պետք է ընթանան հավասար պայմաններում։ Արաղչին նշել է, որ Թրամփի նամակը պարունակում է սպառնալիքներ, սակայն կան նաեւ հնարավորություններ։ Նամակին ծանոթ աղբյուրներն էլ հայտնել են, որ դրանում Միացյալ Նահանգների նախագահը երկամսյա վերջնաժամկետ է սահմանում միջուկային նոր համաձայնագրի համար, եւ եթե Իրանը մերժի Թրամփի հայտարարություններն ու չբանակցի, ապա Իրանի միջուկային օբյեկտների դեմ Միացյալ Նահանգների կամ Իսրայելի ռազմական գործողությունների հնարավորությունները կտրուկ կմեծանան։ Չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարություններին Կուրսկում կրվող ուկրաինական ստորաբաժանումները շրջափակված չեն, այս մասին գրել է Reuters-ը, վկայակոչելով եվրոպացի ու ամերիկացի պաշտոնյաներին։ Աղբյուրների պնդմամբ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահների վերջին հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում։ Ըստ նրանց, վերջին օրերին ուկրաինացիները Կուրսկի մարզում նահանջել են, բայց շրջափակման մեջ չեն։ Հայաստան-Վրաստան ֆուտբոլային խաղով պայմանավորված Երևանում որոշ փողոցներ այսօր փակ կլինեն, մասնավորապես ժամը 19-ից 23-ն ընկած ժամանակահատվածում ժամանակ առ ժամանակ փակ են լինելու Չարենցի, Ալեք Մանուկյան, Խորենացու, Նարդոսի, Վարդանանց, Սիմոն Վրացյան, Զավարյան, Երվանդ Քոչար փողոցներն ու Սայաթ Նովա Պողոտան։ Նշենք, որ Հայաստան-Վրաստան հանդիպումը մեկնարկելու է ժամը 21-ին, կուտակումներից խուսափելու համար ոստիկանությունը խորհուրդ է տալիս մարզադաշտ գնալ ժամը 19-ից սկսած, նաև հորդորում է մեքենաները կայանել մարզադաշտից հեռու, չկայանել երկրորդ գծում եւ չխախտել երթևեկության կանոնները։